Ճիշտ ասած, ես չեմ հիշում ժամանակահատված, երբ կրթության առաջվա խնդիրը քաղաքական մթնոլորտում չի քննարկվել։ Հիմա էլ մենք բախվել ենք դրան։ Այո, հիմա շատ ավելի սուր է։ Ես միշտ ասել եմ, կրթությունը քաղաքական է։ Ուսակցականությունը լավ չի կրթությանը, բայց կրթությունը չի կարող քաղաքական լինել։ Հիմա տեսեք հասարակ հարց դիտարկենք, հա։ Հիմա մենք իրականից առաջ ընկնեմ հարցնեմ, աթեստավորման մեջ դա մտել է։ Ուսուցիչների աթեստավորման, տնօրենների աթեստավորման։ Ինչը։ Քաղաքականությունը ձեր նշած։ Չեմ կարծում, դեռ չեմ տեսնում այդպիսի վտանգ, բայց ընդհանուր տեսեք ինչ խնդիր ունենք մենք հիմա։ Գիտեք, որ հիմա փոխվում է Հայաստանի գաղափարախոսությունը, կա իրական Հայաստանի գաղափարախոսություն, եւ հիմա նաեւ պետք է այդ ամեն ինչը մտնի դպրոց, որովհետեւ եթե դպրոց չմտնի, դա այսպես ասած հաջողության հույս չունի։ Դպրոցը այդ ինդոկտրինացիայի նոր գաղափարախոսություն ներարկելու գլխավոր օղակն է։ Հիմա այստեղ, բայց մի ուրիշ խնդիր կա։ Մեր ուսուցիչների ճնշող մեծամասնությունը 5 գաղափարախոսության կողմնակիցներ են։ Այսինքն այսօր մեր ուսուցիչների ճնշող մեծամասնությունների խոսում են Արցախի մասին, խոսում են, չգիտեմ, ցեղասպանության մասին, Թուրքիայի հետ կապված թշնամական հարաբերությունների, այսինքն դպրոցի բուն խոսույթը մնացել է, այսպես ասած, մեր երկարամյա այդ գաղափարախոսության տիրույթում։ Դա սերնդափոխությունը կլուծի այդ հարցը։ Դժվար է ասել, ես չի ասի թե երիտասարդները ավելի հեշտ, բայց հիմա այս խնդիրը պետք է լուծել, այսինքն դուք պատկերացնում եք Հայաստանում լինի իշխանություն, որը ուրիշ բան քարոզի, դպրոցներում ուրիշ բան լինի։ Այսօր կառավարության հիմնական խնդիրներից մեկը այն է, թե իր նոր գաղափարախոսությունը ինչպես մտցնել դպրոց։ Լավ, այդ դեպքում ուրիշ բան ասեք, հա, մարդկանց թողնենք։ Այս կամ այն առարկայի նկատմամբ Հայաստանում կա քաղաքական վերաբերում։ Միանշանակ, օրինակ հայոց պատմությունը, որը գիտեք, որ անվանափոխվեց, դարձավ Հայաստանի պատմություն, չէ՞, սա էլ էր նոր գաղափարախոսություն, եւ իհարկե հիմա հնարավորինս տեսեք, վերցնենք հայոց պատմության չափորոշիչը։ 9-րդ դասարանի չափորոշիչում 2024 թվականին հաստատված մայիսին խոսվում էր այն մասին, որ Արցախի հետ բերման հարցը պետք է աշակերտները քննարկեն։ Այդպիսի վերջնարդյուն կար։ Աշակերտները պետք է քննարկեն Արցախը հետ վերադարձնելու եղանակները։ 9-րդ դասարանի աշակերտները։ Ես ճիշտ ասած զարմացա, թե սա ոնց է հաստատվել, որովհետև սա լրիվ հակադիր էր իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Ես ենթադրում եմ, որ այն մարդիկ, որոնք պետք է կարդային այս փաստաթուղթը եւ ջնջեին այդ մասերը, չեն կարդացել։ Հիմա ցավոք սրտի այդ կարդացող մարդկանց թիվը նվազել է ու լիքը բան կարելի է ներքևներում գրել, հասնի մինչև վերը ոչ ոք չկարդա, վերջի հետո երևի տեսան դա եւ մի քանի ամիս հետո փոխվեց, այսինքն Արցախ բառը դարձավ Լեռնային Ղարաբաղ եւ նաեւ հանվեց այդ Արցախը հետ բերելու քննարկումները, որտեղ դա բարձ է, որ այսօրվա այսպես ասած իշխանությունները չեն կարող նման բան հաստատել, բայց հաստատել էին փաստացի։ Սա ինչ է, սա քաղաքականություն է եւ նորից եմ ասում, դա ընդհանուր կրթության մեջ ընդունված է, որ կրթություն ինքը քաղաքական process է։ Բայց այստեղ շատ կարևոր է, թե ասենք ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Օրինակ շատ վատ է, երբ որ դպրոցները օգտագործվում են քաղաքական օրակարգեր սպասարկելու նպատակով։ Սա իմ կարծիքով անթույլատրելի է։ Բայց իհարկե դպրոցը պետք է ունենա իր, այսպես ասած, քաղաքական հայեցակարգը։ Հիմա ունեցել ենք մենք տասնամյակներ շարունակ, չէ, մեր ուսուցիչները նույն բանը սովորեցրել են, ցեղասպանության հետ կապված, Արարատի հետ կապված, Արցախի հետ կապված, սովորեցրել են։ Հիմա ասվում է, որ չէ, պետք է փոխենք, որովհետև մենք հիմա գնում ենք խաղաղության եւ այդ ամեն ինչը էլ չպետք է լինի։ Դասագրքերի առումով փորձ է արվում դա փոխել, բայց այստեղ հասկանալի է, որ դասագիրքը
բավարար չի, որտեղ այդ նույն ուսուցիչը կարող է դասագիրքը դնի մի կողմ, հին դասագրքով պարապի։ Շատ ճիշտ շրջանակ նշեցիք։ Մենք այդպես էլ չենք կողմնորոշում։ Մենք ուսուցիչն է կաղում, թե դասագիրքը, որտեղ չեն հանդիպում իրար, որտեղ ճիշտ չեն հանդիպում դասագիրքն ու ուսուցիչը։ Այսօր մենք խնդիր ունենք, որ նոր սերնդի դասագրքերի մի զգալի մասը, հիմնականում հումանիտար ոլորտի, ուսուցիչների համար այդքան էլ ընդունելի չի։ Եվ տեքստերը, որոնք բերվում են Գաղափարաբանական իմաստով։ Այո։ Եվ տեքստերը, որ չգիտեմ, ասենք օտարազգի ինչ որ տեքստեր են հայտնվում, ընդհանուր դասագրքերից մեկում հայտնվել էր 2008 թվականին ադրբեջաներենից հայերեն թարգմանված մի տեքստ, որի հեղինակը ադրբեջանցի էր, բայց 2008-ին այդ գիրքը թարգմանվել էր հայերեն եւ վերցրել էին այդ նյութը ինտերնետից ու դասագրքում դրել էին որպես հայ հեղինակի գործ։ Բայց պարզվում էր, որ դա ադրբեջանցու գործ է։ Հիմա այ ուսուցիչներին այս ամեն ինչը դուր չի գալիս, որ տեքստերը շատ այդպես մի տեսակ դասագրքերում արդեն Արարատի նկարն են ոմանք վախենում դնել, Արցախ անունից են վախենում, այս process-ները գնում են եւ այդ իմաստով այսօրվա ուսուցիչները լրիվ ուրիշ բաներ են սովորեցրել տարիներ շարունակ, հիմա կառավարությունը ուրիշ բան է ուզում, բայց մյուս կողմից էլ կառավարությունը չունի այդքան, այսպես ասենք, ազդեցություն, որ կարողանա շատ արագ այս հարցը լուծել, որտեղ այդ հարցը լուծելու համար դու պետք է շատ կտրուկ քայլեր անես եւ դա կարող է բերել որոշակի դիմադրություն։ Վերադառնալով Դրա համար փորձարվում այսպես մի քիչ ավելի մերձավանի նման այդ անուղակի, անորոշ, որովհետեւ մերձավանը կորոշի որոշումներ կայացնել, հա։ Մերձավան նկատի ունեմ այդ միջադեպը կոգնի որոշումներ կայացնել։ Այո, մերձավանը, ասենք մերձավանի նպատակներից մեկը այն է, որ մենք ցույց տանք, որ տեսեք ինչքան, այսպես ասած, կոպիտ են այս մարդիկ, ինչպես են խոսում ուսուցչի հետ, բայց տեսեք, դա ինձ համար զարմանալի չի, որ դա զարմանալի չի, բայց կրթությանը մոտ լինելով ես գիտեմ, որ բոլոր դպրոցներում էլ, բոլոր գյուղերում էլ կարելի է գտնել աշակերտ, որը ուսուցիչը դույով է խոսում, հորս արևով է խոսում։ Դա ով դպրոցում աշխատում է, գիտի, որ այդ աշակերտները մենակ մերձավանում չեն։ Հենց դա էլ ծնում է ամենաբարդ հարցը, թե ինչ եղավ այն ուսուցչի կոչման նկատմամբ արձագանքը, ակնածանքը, ինչու հանգեց։ Դա մի ուրիշ հարց է։ Հա, ուրիշ հարց է, բայց դրան նպաստող գործողություններ են եղել։ Այո, տարիներ շարունակ եղել են, տարիներ շարունակ ամենամեծ գործոնը այն է, որ ուսուցիչներին աշխատավարձ չեն տվել։ Սկսենք այդտեղից, երբ որ դու ասենք ուսուցչին աշխատավարձ չես տալիս, հա, արդեն իր հեղինակազրկումը սկսում է։ Սա կապիտալիզմ է, եւ ստեղ ով ցածր աշխատավարձ է ստանում, ինքը ավտոմատ հեղինակազրկվում է։ Ես մի հետաքրքիր բան ասեմ։ Բայց այնպես չի, որ խորհրդային ուսուցիչը այնքան բարձր էր ստանում, որ խորհրդային երկրի ամենաբարեկեցիկ քաղաքացին։ Այո, բայց այնքան էր ստանում, որը, ասենք, բավարար էր մեկ, եւ երկրորդը խորհրդային միությունը կապիտալիզմ չէր, եւ ինքը հարստության ու փողի քարոզ չէր անում։ Այսօր արվում է, այսօր ասում են, եթե հարուստ ես, ուրեմն խելացի ես, եթե աղքատ ես, ուրեմն գլխով ես աղքատ։ Այսինքն այսօր քարոզում այն գաղափարը, որ հարուստները խելացի են, աղքատները դմբո են։ Բայց ուսուցչի հեղինակության հետ կապված մի հետաքրքիր բան ասեմ։ Շաբաթներ առաջ Երևանի հայտնի դպրոցներից մեկում տեղի ունեցավ մեկ այլ միջադեպ, որը իմ կարծիքով մերձավանից շատ ավելի դաժան բան էր։ Բայց որևէ արձագանք չեղավ։ Մի քանի լրատվամիջոց գրեց։ Ասեք ինչ էր։ Ինչ էր եղել։ Աշակերտները ծեծել էին ֆիզկուլտուրայի ուսուցչին։ Եվ ծեծելուց առաջ գիտեք ինչ էին ասել։ Ասել էին եղածը ուսուցիչ չի։ Երեխաները ինչ որ վիճել են, ուսուցիչը մոտեցել է, որ բաժանի։ Այդ ժամանակ աշակերտներից մեկը հայհոյում է ուսուցչին։ Ուսուցիչը արձագանքում է, հետո ասում են եղածը ուսուցիչի ու ուսուցչին ծեծել էին։
Հիմա օրինակ այդ Երևանի դպրոցի դեպքը, որ շատ ավելի դաժան է, չէ՞։ Մարդուն ծեծել են։ Կարող է նաև սպանել ծեծելով։ Մի հատ ոչ այսպես անհաջող ընկներ այդ մարդը կմահանար։ Հիմա ո՞նց է լինում, որ այդ դպրոցում ծեծում են ուսուցչին, արձագանքը 0, իսկ ասենք Մերձավանում ուսուցչի հետ դույով են խոսում կամ հորս արևով, դա դառնում է տրագեդիա։ Հիմա ո՞րն ավելի դաժան, ֆիզիկական բռնությունը, թե անդաստիարակ խոսելաձևը։ Որտեւ գուցե այդ դպրոցում չկար այդ առիթը, որ դրանից մի բան սարքվեր։ Այդտեղ նաև ինչով էր կարևոր, որ այդ ծեծվող ուսուցիչը ըստ իմ ինֆորմացիայի բավական բարձր հեղինակություն ունեցող մարդ է եղել կոլեկտիվում, երիտասարդ, բայց ցավոք լռություն եղավ։ Մի քանի լրատվամիջոց գրեցին, անցավ։ Այսինքն այն օղակը, որը պետք է զբաղվեր դրանով, որոշեց լռության տալ։ Այո, ոչ մի դատապարտում չեղավ պաշտոնական եւ ոչ մեկը չասեց ինչպես կարելի է ուսուցիչ ծեծել։ Էդ էլ ասեմ, որ դա էլ նորություն չէ, այսինքն էլի դեպքեր են եղել, այսինքն ինձ համար որպես կրթության ոլորտի մարդ այս դեպքերը չեն զարմացնում, որտեվ եւ ուսուցիչ են ծեծել, եւ դույով են խոսացել, եւ հայհոյել են ուսուցչին, եւ վիրավորը, ամեն ինչ էլ ունենք, բայց այս մեկը դարձավ ուրիշ բան։ Դուք քանի որ նաեւ բուհի խոհանոցը լավ գիտեք, կասեք ինչ եղավ այն ժամանակին անգամ կոռուպցիայով ուղեկցող աժոտաժը, որ հիմա չկա բուհերում։ Ինչու հանգեց դա։ Եթե նկատի ունեք միջանկյալ քննությունները, հա, այդ միջանկյալ քննությունը դեռ երկրորդական է համարվում։ Բու ընդունվելու առելի ծախսերը, այո, բու ընդունվելու այդ հովանավորչական սխեմաները, ում երեխան ընդունվի, ումը չընդունվի, որ ֆակուլտետում ով ընդունվի։ Այո, տեղի ունեցավ այն պատճառով, որ նախ դիմորդների թիվը պակասեց, բավական պակասեց եւ մրցույթը կտրուկ նվազեց։ Ես մտածում եմ, պետք է ասեք կրթության նկատմամբ հետաքրքրություն։ Դա էլ կա, իհարկե, դիմորդների թվի նվազումը նաեւ դրա արդյունքն է։ Դպրոցը դարձավ 12-ամյա, երեխաները ավելի հոգնած են ավարտում դպրոցը եւ չեն ցանկանում շարունակել բարձրագույն կրթություն։ Ոմանք նույնիսկ այսօր 11-12 դասարաններում սկսեցին աշխատել։ Եվ վաստակում են այնքան գումար, որը շատ ավելի բարձր է, քան ուսուցչի աշխատավարձը, եւ մտածում են, այլ ինչի գնանք սովորենք, եթե հիմա ավելի շատ ենք վաստակում։ Այսինքն դիմորդների թիվը նվազեց 1։ Երկրորդը այդ հանձնաժողովները, բանավոր քննությունները հանվեցին։ Այսինքն առաջ կար հանձնաժողով, որը մարդիկ էին եւ ստուգում էին տետրերը։ Հիմա այդ ամեն ինչը արդեն ավտոմատացված է եւ ստուգվում է, այսպես ասած, համակարգչի միջոցով, միանշանակ պատասխաններ կան, շտեմարանները հրապարակվում են, մարդիկ շատ չեն կարող բողոքել, որտեղ առաջ գիտեք, ասում են, այս ինչ դասախոսն է կազմել, իր դիմորդները գիտեն, իր մյուսներինը չգիտեն, հիմա ստանդարտացվել է, դրա համար ասենք այդ աժոտաժը նվազեց, նաև գուցե քաղաքական ուժերի հետաքրքրությունն էլ այդ ոլորտում նվազեց, եւ հիմա գուցե որոշ ֆակուլտետներում կարծում եմ էլի կարող են լինել ինչ որ դրսևորումներ, որովհետեւ ունենք շատ մրցակցային ֆակուլտետներ, որտեղ դիմորդների թիվը բավական մեծ է։ Օրինակ այս տարի ինչ շատ զարմացրեց ճարտարապետություն մասնագիտությունը, որտեղ մոտավորապես 500 դիմորդ կա, միայն ճարտարապետություն մասնագիտությամբ, եւ ասինքն արդեն ինքը գերազանցում է իրավագիտությանը եւ երևի բժշկականից հետո արդեն երկրորդ պահանջված մասնագիտությունն է։ Եվ որպես ավարտ մեր այսօրվա հանդիպման, հիմա ուստարին ավարտվում է։ Մենք նահանջի ճանապարհին ենք, թե այլ ուղղություն։ Դե ընդհանուր առմամբ ես կասեի, որ նահանջի, բայց ասեմ նաև, որ սա գլոբալ նահանջ է, վերջերս հրապարակել էին
վերջին 20 տարում աշխարհի դպրոցականների ցուցանիշները մաթեմատիկայից, բնագիտությունից եւ ընթերցանությունից եւ 3 ոլորտներում էլ անկումը ուղղակի գահավիժող գծի նման է։ Այսինքն հասարակությունը դառնում է ավելի անգրագետ, կրթության մակարդակը իջնում է, եւ սա Հայաստանին չի կարող չվերաբերել, որտեվ եթե ավելի մեծ բյուջեով երկրներն են ձախողվում, մեր նման քիչ փող դնող երկրները չեն կարող հաջողության հասնել։ Մենք դեռ այդ ցանկում ենք, քիչ դնող կրթության վրա։ Այո, մանավանդ բուհական կրթության մեջ մեր բյուջեն խայտառակ ցածր է։ Մենք աշխարհում 100-րդ տեղում ենք բուհերի ֆինանսավորման ցուցանիշով։ Նաև շատ ցածր են մեր շրջանավարտների հմտությունների մակարդակը, այդտեղ էլ 129-րդ տեղում ենք։ Այսինքն ընդհանուր որակը նվազում է, բայց այս մասին չի խոսվում։ Հայաստանում միշտ մենք փորձել ենք կրթության ռեֆորմներով մարդկանց մոտ առաջացնել դրական սպասումներ, որ շուտով լավ է լինելու, էս էլ անենք, այն էլ անենք, տեսեք ինչ է լինելու, բայց այդ էլ ճիշտ չի, էլի, այսինքն պետքա մարդկանց գուցե ասել իրական վիճակը ինչ է, իսկ իրական վիճակը բավական վատ է։